Կտրիչ Ներսիսյանը անպայմանորեն հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանի թևերը կտրված են։ Կտրիչ Ներսիսյանի աջ ձեռք, ձախ ձեռք իզոլացված են։ Քաղաքական բանտարկյալ չեն։ Պղծության մասին է խոսքը։ Պղծության, որը որևէ ենթամշակույթով, ոչ մի ենթամշակույթով եւ մշակույթով ընդունելի ու ընկալելի չի։ Որևէ։ Թասիբ նամուս ունեք։ Թերակին դոմփողը նորմալ է, լավ։ Ես չեմ ասել, վարչապետն ասել, մեջբերում եմ։ Նորմալ է։ Մի հատ այդ հորթի հրճվանքով կտրիչի պաշտպանների ինքնավստահությունից եմ ուզում։ Պրոբլեմ չեն տեսնում։ Խնդիր չի։ Ու իրենք խոսում են արժեքներից, իրենք խոսում են ազգային արժեքներից, թասիբից, նամուսից։ Թասիբ նամուս ունեք։ Փաշինյան, Կարեկին երկրորդ, ես դակավին կշարունակեմ Կարեկին երկրորդ դիմելացևով այս հարցերը խմբակրել։ Գիտեք, գա գարձիկ, որ վարչապետը ընդունելով 10 կամ 8 եպիսկոպոսներ փեգում առաջացուց այս խնդրի մեջ եւ ինչպես տարբեր շրջանակներ գսեն, քննարկը թրավ մայրաթորի դաշտի մեջ։ Այն իմաստով, որ եկեղեցին, այո, մենք գողմ ենք, որ Կարեկին Գաթողիկոս հրաժարի, բայց եկեղեցին իր հարցերը ինքը պետք է գարկավորե։ Ինչքանով ճիշտ է այս դիտարկումը եւ ուր գերտա այս թեժ իրավիճակը այսօր քախնիկ չէ, հայ ժողովրդի համար առաջին ալֆա հարցն է այս հարցը։ Եվ դարբեր շահարգումներով, դարբեր նեանսներով, երբեմն չափազանցված, երբեմն բարակդում առաջացնող թիրքավորումներով նաև ընդդիմության կողմէ կամ իշխանության կողմէ, որ այս հարցը եկեղեցվո բարեփոխման, ազգայնացման միտում ունեցող հարց է։ Խնդիրն է, որ առնվազն այս փուլին բոլորիս համար ցավ եւ մտահոգություն կպատճառե։ Դուք ինչպես կդիտարկեք առաջին օրվանե դուք Կտրիչ Ներսիսյանը սելով դիմացեք եւ այսօր ալ քիչ առաջ նույն ոճն է եւ հաջախալ կգրեք որ Գաթողիկոսը պետք է այո, ես անուն արդարության պետք է ասեմ, որ ձեր տաղավարում, ձեզ հետ հարցազրույցի ընթացքում առաջիններից եմ եղել, եթե ոչ առաջինը, ով Գարեգին Բ-ին իր աշխարհիկ անունով է դիմել եւ քաղաքացի Կտրիչ Ներսիսյանով է դիմել ու շարունակում եմ դիմել։ Քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը պետք է օր առաջ ազատի վեհարանը, սա ասում եմ իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ շարքային հավատացյալ, որովհետեւ ինձ համար աղետ է Կտրիչ Ներսիսյանի այնտեղ մնալը, իբրև հավատացյալ եւ հայ առաքելական եկեղեցու համար իբրև ինստիտուտ աղետ է Կտրիչ Ներսիսյանին հանդուրժելը։ Կա այս հարցում կոնսենսուս եկեղեցու ներսում։ Իհարկե կա։ Եթե ոմանց թվում է, որ եկեղեցին անջատ է ամեն ինչից, ցավոք սրտի Կտրիչ Ներսիսյանին այդպես է թվացել, որ եկեղեցին ամեն ինչից անջատ է, այդ թվում սեփական հոտից։ Սեփական հոտից անջատ է։ Նույնիսկ դա աքսիոմատիկ բան է եղել, գործելավոճ է եղել իր մոտ։ Հակառակ պարագայում Սամվել Կարապետյանի նկարը չէր փակցված լինի վեհարանում։ Հակառակ պարագայում Կտրիչ Ներսիսյանը չէր շփվի բացառապես այսպես հարուստների եւ գրպանում ավելի շատ պարունակություն ունեցողների հետ։ Հակառակ դեպքում Կտրիչ Ներսիսյանը երկրի համար կարևորագույն եւ ծանրագույն իրավիճակներում կդրսևորեր իրեն բալանսավորված եւ որևէ քաղաքական ուժի շուրջ եւ կողքին չէր կանգնի։ Եվ ի վերջո հոտից անջատված չէր լինի։ Ես ցավով եմ սա արձանագրում։ Ես նախորդ հարցը վաղարշապատի ընտրություններին եւ վաղարշապատի մասին էր, մի փոքր այսպես հարցերի վրայով թռչկոտենք, հա։ Վաղարշապատ խոշորացված համայնքում է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որտեղ կաթողիկոսանիստն է եւ նստում է Կտրիչ Ներսիսյանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակն ու տարածքը, պարոն Արեյան, երեկոյան ժամը 18-19:00-ից հետո հավատացյալների առաջ փակ է։ Ցուցիչ է սա։ Սա ցուցիչ է։ Եկեղեցու դռները, եկեղեցու տարածքը կողպել, փակվել,
դեռ մի բան էլ մայրաթորն ու հայ առաքելական եկեղեցին այդ մեխանիզմը այլ դեղեր ալ գա, օրինակ բոլսոբադրիարքություն նույնպես կփակեն դռները ժամը 5-ին 6-ին։ Եկեղեցու դռները հասկանալի է, գանձարանի դռները հասկանալի է, բայց բակը եկեղեցու, որը հենց վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների սեփականությունն առաջին հերթին, որովհետև իրենք են շուրջը ապրում։ Իրենք են եկեղեցու ղողանջների տակ ապրում։ Այսինքն պետք է բաց լինի տարածքը։ Պետքա հարակից այգիները չչորացվի միտումնավոր։ Պետքա Կտրիչ Ներսիսյանը, որ այդպես կաթողիկոսական գահի պաշտպանը հանդես գալիս հիմա, օրինակ իրեն նախորդած Վեհափար Վազգեն առաջինի օրինակ արձանին պետքա հայացք ուղի։ Ես քարոզարշավի ընթացքում այդ արձանն էլ եմ նկարել ցույց տվել, թե ինչ պայմաններում լքված է, չէ՞ ալ գիտեր, որ ես արձանը։ Այդ արձանը դրված է չորացված այգու կենտրոնում շինախպի հարևանությամբ եւ ցավոք սրտի պետք է արձանագրեմ հանրային զուգարանի բացակայության պատճառով մի խումբ անասուններ բարի բուն իմաստով այդ արձանը ուղակի պղծում են բարբերաբար։ Այո։ Եվ դուք խոսած եք այս մասին։ Այո, խոսած, ինչ միայն ես, Վաղաշապատի բնակիչները դա կհաստատեն։ Ինչ միայն ես գիտեմ, որ այս նոր քաղաքապետը Ես կարծում եմ, որ նոր քաղաքապետը այո գործողություններ կսկսի եւ արդեն իսկ ինքը հայտարարել է, որ սկսել է գործընթաց այգին համայնքին վերադարձնելու մասով, Վազգեն առաջինի արձանի մասով եւս պետքա որոշում կայացվի առհասարակ քաղաքային իշխանություն Մայրաթոր Սուրբ Էջմիածին հարաբերություններում պետքա լրջագույն այսպես բեկումնային փոփոխություններ տեղի ունենան, որովհետև համայնքային հողատարածքներ կան Մայրաթորի հաշվեկշռում կամ Մայրաթորի հաշվեկշռում կան հողատարածքներ, որոնք համայնքային չեն, երկուսն էլ կան։ Մեկը վարձակալության դեպքում, մեկը սեփականության, որ աղբանոցների են վերածված։ Նիկոլ Փաշինյանն որ ասում էր եկեղեցին եւ եկեղեցու հարակից տարածքը չուլանացված է Կտրիչ Ներսիսյանի կողմից, սա իրականություն է։ Լավ ժողովուրդ, հո մենք լուսնից չենք իջել։ Ախր բոլորս էլ այս պետության մեջ ապրում ենք։ Ինչի է ձեզ թվում, որ մեզ կոնկրետ ինձ հաճելի է սրա մասին խոսելը։ Ես ցավով եմ սրա մասին խոսում։ Խոսում եմ առաջին հերթին նպատակ ունենալով առողջացնելու եւ ավելի լավ ունենալու։ Օրինակ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ետնամասում Աճապահյանը շատ էր սիրում սովետական միության բռնաճնշումները մեջ բերել։ Սովետական միության ժամանակ, երբ որ եկեղեցականները իրավամբ եղել են հատուկ ծառայությունների թիրախում եւ եկեղեցին որպես ինստիտուտ եղել է թիրախում, սովետական միության ժամանակ Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն, որը կառուցվել է 618 թվականին, եկեղեցու ետնամասում կառուցվել է մի չքնաղ այգի, որը վերածվել է այսօր աղբանոցի։ Հարց հասա թե ոչ, հարցա։ Կտրիչ Ներսիսյանը վերադառնալով ձեր հարցին, անպայմանորեն հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանի թևերը կտրված են։ Անուղակի կերպով թևերը կտրված են։ Կտրիչ Ներսիսյանի աջ ձեռք, ձախ ձեռք, հավատարիմ գործընկեր, հավատարիմ բիզնես ընկեր, ոնց կուզեք մեկնաբանեք, իզոլացված են։ Կատարած հանցագործությունների պատճառով են իզոլացված։ Քաղաքական բանտարկյալ չեն։ Եթե քաղաքական, ասում են, դրանք քաղաքական բանտարկյալներ են, օրինակ Կտրիչի Սամվել Խաչատրյանը կամ Կտրիչի Արշակը, եթե ասում են, որ քաղաքական հալածյալ է, ուրեմն Կտրիչ Ներսիսյանն ընդունում է եւ Մայրաթորն ընդունում է, որ ներգրաված են եւ ներքաշված են քաղաքական process-ների մեջ։ Եթե քաղաքական բանտարկյալ է, ուրեմն իրենք անուղակի կերպով ընդունում են, որ Մայրաթորը եւ Կտրիչ Ներսիսյանն ու նրա բանդան, նրա թայֆան ներգրաված են, ներքաշված են քաղաքական process-ների մեջ։ Եթե քաղաքական բանտարկյալ չի եւ այս համատեքստում իրենց չեն ուզում տեղավորել, ուրեմն հանցագործություն է կատարել, որի համար պետք է պատասխան տա։
Այն երկուսի մասին չեմ խոսում, որտեղ այնտեղ ամեն ինչ շատ ակնհայտ է, իհարկե որևէ մեկի անմեղության կանխաբարկածը չեմ ուզում խախտել եւ չեմ խախտում։ Բայց ամեն դեպքում այնտեղ կան տրվել է հանրությանը ձայնագրություններ, հանրության սեփականությունն է դարձել ձայնագրություններ, կա հարուցված քրեական գործեր, գործը դատարանում է։ Նրանց մասով ես զերծ կմնամ, մեղմ ասած զերծ կմնամ, որովհետեւ մեծ հաշվով ասելիք էլ չկա շատ։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ինչ կարծեք, գարականան այս գործընթացները։ Ես կարծում եմ, որ հոգևորականության շրջանում կա լուր կոնսենսուս մինուս Կտրիչ Ներսիսյան եւ նրա թայֆա հայ առաքելական եկեղեցին առողջացնելու համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը առողջացնելու համար։ Մեր սրբության սրբոցը պղծության սիմվոլներից ազատելու համար։ Մեր սրբության սրբոցը պղծության հովանավորներից ազատելու համար։ Սա կարծում եմ ակնհայտ է։ Գիտեք, պղծության մասին է խոսքը։ Պղծության, որը որևէ ենթամշակույթով, ոչ մի ենթամշակույթով եւ մշակույթով ընդունելի ու ընկալելի չի։ Որևէ։ Ու սրա դեմ պետքա պայքարել։ Ու ես ուզում եմ այն հորթի հրճվանքով Կտրիչ Ներսիսյանի պաշտպանությամբ զբաղվողների ինքնավստահությունից։ Այդ որ մշակույթով ու ենթամշակույթով են իրենք ապրում, որ տեսագրությունների հրապարակված տեսագրությունների հետ, որը քննչական կոմիտեն արդեն իսկ արժանահավատ է համարել եւ իրական, որ խնդիր չեն տեսնում։ Մի հատ այդ հորթի հրճվանքով Կտրիչի պաշտպանների ինքնավստահությունից եմ ուզում։ Պրոբլեմ չեն տեսնում։ Խնդիր չի։ Խնդիր չի։ Ու իրենք խոսում են արժեքներից, իրենք խոսում են ազգային արժեքներից, թասիբից, նամուսից։ Թասիբ նամուս ունեք։ Թասիբ նամուս ունեք։ Թերակին դոմփողը նորմալ է, լավ։ Ես չեմ ասել, վարչապետն ասել, մեջբերում եմ։ Նորմալ է։ Հələ մի կողմ որ հոգևորական է։ Նորմալ է, որ կներեք, այդ որ ասում են, եթե մարդիկ կլինեն, որ ասում են նորմալ է, մի հատ թող բացատրեն տենանք, որ մշակույթով ու ենթամշակույթով է դա նորմալ։ Որ կա այդպիսի շրջանակ Հայաստանի Հանրապետությունում, որևէ տեղ նստած կամ կանգնած կամ քայլող, շարժվող, որ դա նորմալ կհամարի։ Կա այդպիսի շրջանակ, ես ուզում եմ տեսնել։ Տեսնել նրանց ոչ թե շարքային անդամներին, այլ հենց առաջնորդներին։ Դուրս եկեք ասեք, տեսնենք այդ որ բանով է նորմալ դա։ Դուք խնդիր չեք տեսնում սրա մեջ։ Այսինքն Տեր Արամի մատուցած պատարակի մեջ խնդիր տեսնում եք, որ այդտեղ խնդիր կա եւ պետքա կարգալույծ լինի։ Բայց Սամվել Խաչատրյանի հայտնի վիդեոների մեջ խնդիր չեք տեսնում։ Բա խելագար չեն, ինչ են, պարոն Արեյան։ Խելագար չեն, ինչ են։ Խելացնոր չեն, ինչ են։ Առնվազն երևի հատուկ ծառայությունների գործակալ են, ոնց որ Կտրիչի աղբերը։ Կտրիչի եղբայր Եզրասը։ Մենք մոտ ենք Մայրաթորի մեջ բադարակ տեսնելու վարչապետի ներկայությամբ պարոն Ալեն Սիմոնյանը այդպես։ Ես չեմ կարող այդպիսի պնդում անել, դա ինքը կորոշի, բայց առնվազն կարող եմ ասել, որ ես ինքս էլ բարբերաբար այդ պատարակներին մասնակցում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը, հոգևոր անունը Գարեգին Բ տիտղոսի տակ չեն տալիս եւ չի իշատակվում, այո, եւ հաշտ եմ այն հոգևորականների հետ, ովքեր իրենց կյանքի գուցե մայրամուտում բռնել են ինքնամաքրման ճանապարհը։ Հանուն արդարության պետք է ես ասեմ, որ այնպես չի, որ ես Նիկոլ Փաշինյանին միացած բոլոր եպիսկոպոսները իմ աչքի լույսն են։
ու այնպես չի, որ ես իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ համոզված եմ նաև Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրը մեր Կտրիչ Ներսիսյանին մի նոր Կտրիչ Ներսիսյանով փոխարինելն է։ Ոչ։ Կտրիչ Ներսիսյանին պետքա փոխարինի մի ամբասիր հոգևորական, ով արժանիա Գրիգոր Լուսավորչի գահին եւ հայոց հայրապետ կոչվելուն։ Ունենք։ Ես վստահ եմ, որ հայ առաքելական եկեղեցին ունի այդպիսի զավակներ, որ ունեն այդ կարողությունները եւ կարող են իրենց ժողովրդին ծառայել եւ այդ հոգեվոր ծառայությունը մատուցել։ Իհարկե կան, բայց այն պնդումները հատկապես Կտրիչ Ներսիսյանական շրջանակներից հնչող, որ Կտրիչ Ներսիսյանի փոխարինողը պետքա լինի Կճոյանը, ես քարոզարշավի ընթացքում այսպիսի խոսք էի ասել, որ թեվավոր խոսք էր դարձել։ Ես իմ երկու ձեռք ասում էի կկտրեմ, բայց Քոչարյանասերժական եւ պրոռուսական ուժերին չեմ միանա։ Սա կարող եմ պրոյեկտել իմ կյանքի վրա, իդեպ։ Վաղ շաբաթից հետո պրոյեկտել իմ կյանքի վրա եւ սա իմ կյանքի այսպես ընթացքում սկզբունք իբրև ворթեգրել պաշտոնապես հենց ձեր եթերում ես իմ երկու ձեռքը կկտրեմ, նորից եմ ասում, բայց քաղաքական իմ կարիերայի ընթացքում պրոռուսական եւ քոչարյանասերժական ուժերի ձեռքը քաղաքական առումով չեմ սեղմի։ Ու սրան ի հավելում ասեմ, ես իմ երկու ձեռքը կկտրեմ, բայց որևէ պարագայում հավանություն չեմ տա այն օրակարգին, որը Կտրիչ Ներսիսյանին մեկ այլ Կտրիչ Ներսիսյանով փոխարինելու նպատակ կհետապնդի։ Նավասարդ arczepiskopos Կճոյանը ցավոք սրտի ինքը Կտրիչ Ներսիսյանի փոխարինող չի կարող լինել։ Ասեմ ավելին, ես կարծում եմ, որ պարոն Կճոյանը նաև այս ամեն ինչը հանգուցալուծելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերի մեջ նայելով, հավատավոր ժողովրդի աչքերի մեջ նայելով, բոլոր օդում կախված հարցերի պատասխանը կտա եւ եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի, անհրաժեշտություն առաջանա նրա գնալու եւ դրանով հայ առաքելական եկեղեցին ել ավելի առողջացնելու, ես կարծում եմ պարոն Կճոյանը նաեւ այս ճանապարհով կգնա։ Որովհետեւ գիտեք վնասի կեսից ժողովուրդը մի հատ լավ ասացվածք ունի, սա թող ամեն մեկը փորձի պրոյեկտել, հա, վնասի կեսից ետ կանգնելն էլի օգուտ է։ Եվ պարոն Կճոյանի այս գործողությունը ես այս համատեքստում եմ դիտարկում, որ վնասի կեսից ետ կանգնելը ինքը արձանագրեց, որ էլի օգուտ է։ Ու պետքա Կտրիչ Ներսիսյանից ազատել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Դրանից հետո ինքը կարող է զբաղվել բիզնեսով, կարող է այլ հետաքրքրություններ ցուցաբերել, բայց հայ առաքելական եկեղեցին պիտի առողջացվի։ Եթե մենք այդ խնդիրը իրավամբ դրել ենք եւ ազնիվ ենք մեր ժողովրդի հավատացյալ հայ ժողովրդի հետ։ Ես այս հարցերում սկզբունքային դիրքորոշում ունեմ եւ չեմ պատրաստվում որոշ տեսագրությունների տուրք տալով, հանդիպումների գրկախառնությունների տուրք տալով իմ սկզբունքներին դավաճանել։ Նավասարդ arczepiskopos Կճոյանի մասին տարիներ շարունակ եղել է օդում կախված լուրեր։ Եվ պարոն Կճոյանը պետք է մեկնաբանի այդ լուրերը։ Եթե իրավապահ մարմիններ ունեն խնդիր այդ լուրերի հետ կապված կամ այդ լուրերի հետքերով, իրենք էլ պետք է արտահայտեն իրանց կարծիքն ու դիրքորոշումը, որ ամեն ինչ լինի ազնիվ, բաց եւ թափանցիկ։ Քավլիցի ես ողջունում եմ, ես էլ եմ ասում, ինքը իրականում կանգնելով այս օրակարգի կողքին առաջնորդվել է վնասի կեսից ետ կանգնելն էլի օգուտա սկզբունքով եւ սեփական դեմքն է փրկում եւ այդ դեմքը փրկելու ճանապարհին եթե ինքը ինչ որ մի պահի կանգնի եւ հավատացյալ հայ ժողովրդից ներողություն խնդրելով հեռանա, հավաստիացնում եմ ավելի մեծ հարգանք կվայելի մեր ժողովրդի շրջանում։ Անձամբ ես կսկսեմ իրեն շատ հարգել, եթե ինքը այդ ճանապարհով գնա։ Անձամբ ես իր անձի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ։ Իր հոգևոր գործունեության եւ իր անձնական կյանքում տեղ գտած իրադարձությունների հետ, գիտեք, ինքը պետք է առաջինը խնդիր ունենա։ Հաջորդ վեհապար հայրապետը վստահաբար խնդիրներ կունենա։ Մեր նպատակը եկեղեցին իբրև հետևորդ եկեղեցին առողջ տեսնելն է։
եկեղեցականներին քաղաքականության մեջ չտեսնելն է։ Եկեղեցականի համար ես էլ պիտի լինեմ հավասար, դուք էլ, քրեական ենթամշակույթ կրողնել, բոլորը եկեղեցականի համար հավասար պիտի լինեն եւ այստեղ եկեղեցականները քաղաքական ամբիցիաներ պետքա չդրսևորեն, այս կամ այն աթեիստի կողքին պիտի չգնան կանգնեն։ Հանրապետության թիվ 1 աթեիստի կողքին կանգնելա Գրիգոր Լուսավորչի գահը զավթած անձնավորությունը, Կտրիչ Ներսիսյանը, սա ի՞նչ է նշանակում։ Սա նորմալ է։